Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյան հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկային կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Ալիքում արդեն վաղուց իսկ տեղադրված են ապրիլ ամսվա կանխատեսումները, որտեղ ես մանրամասնորեն ներկայացնում եմ ապրիլ ամսվա աստղաբանությունը, կանխատեսումները կենդանակերպերի համար, ապրիլ ամսվա բարենպաստ եւ անբարենպաստ օրերը, նաեւ այս տարվա գերհզոր օրը, որը ճիշտ օգտագործելով դուք արագորեն կհասնեք ձեր նվիրական երազանքների իրականացման, այնպես որ անպայման դիտեք այդ գերարժեքավոր եւ գերհետաքրքիր շուրջ 1.5 ժամանոց վիդեոն եւ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, մինչ բոնյութին անցնելը նշեմ, որ իսկապես ապրիլյան այդ հակասական բնույթը, էներգետիկական բնույթը ձկներից դեպի խոյ այդ մոլորակների տարանցումը ստեղծում է իսկապես քաոսային եւ բարդ իրավիճակ համաշխարհային ռազմաքաղաքական դաշտում եւ դրանով էր պայմանավորված իսկ այս չակերտավոր զինադադարը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև եւ բանակցությունները, որոնք փաստացիորեն որևիցե արդյունք չտվեցին։ Դեպ հակասությունները բավականին խորն են, բավականին լարված են եւ նամանավանդ ապրիլ ամսվա ընթացքում մենք ունենալու ենք եւ ունենք մուրակների խիտ կուտակում խոյ կենդանակերպում 5-ից 6 մոլորակ ապրիլ ամսվա ընթացքում, ամենայն դեպս մինչեւ ապրիլի 20-ը գտնվելու են հենց խոյ կենդանակերպում եւ այդ հանգամանքը ստեղծում է այդ լարվածությունը, այսինքն բարձրացնում է ռազմաքաղաքական լարվածության աստիճանը ողջ աշխարհով մեկ, այնպես որ այս կարճաթև, այսպես ասած, ընդմիջումը իրականում պարզապես խաղաղ հանգիստ պահեր, նոր եւ շատ ավելի հուժկու եւ սաստիկ փոթորկից առաջ եւ դա հստակորեն կդրսևորվի հատկապես գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն ապրիլի 13-ից 19 ընկավ ժամանակահատվածում, երբ մենք նաեւ ունենալու ենք նորալուսին եւ նորալուսինը հենց անպես չէ նախոյ կենդանակերպում է լինելու եւ այդպես որ այդ բոլոր մուրակները, այդ թվում եւ լուսատուները կուտակվելու են երկու բարձրագույն մորակ Մարսը, նաեւ Մերկուրին եւ Արեգակն ու Լուսինը այսպիսով կուտակվելու են խոյ կենդանակերպում, որը որ աննախադեպ լարվածության եւ ագրեսիվության մասին է խոսում, որովհետեւ Մարսը նամանավանդ, որը գիտեք որ ապրիլի 9-ից արդեն մուտք է գործել խոյ կենդանակերպ, որտեղ նա իշխում է եւ թագավորում է, շատ անհամբեր է, շատ դյուրագրգիռ է, շատ ագրեսիվ է իրեն պահում, նամանավանդ բարձրագույն մորակների հետ միացած, շուտով նաեւ գալիք շաբաթվա ընթացքում ապրիլի 13-ից 19, ինչպես նշեցի, նաեւ Մերկուրին կմիանա այդ կուտակմանը խոյ կենդանակերպում եւ նաեւ կլինի նորալուսին, որը որ էլ ավելի ուժեղացնի այդ խոյի անհամբեր, ռազմատենչ, լարված եւ այսպես բռնկուն էներգետիկան, այսինքն երբ մորակները կուտակվում են խոյ կենդանակերպում, ինչ դիվանագիտության մասին կարող է առհասարակ լինել խոսքը, եւ դիվանագիտությունը գիտեք որ ավանդաբար կշեռք կենդանակերպի
այսպես ասած ոլորտն է, ուժեղ ոլորտն է, ամեն կենդանակերպ սիրելիներս ունի իր ուժեղ եւ թույլ ոլորտները, ուժեղ եւ թույլ կողմերը, եւ մենք չենք կարող անտեսել, արհամարել եւ վարել բանակցություններ, երբ որ մորակները խոյ կենդանակերպում են կենտրոնանում, դա պարզապես ինքնասպանություն է, որովհետեւ որևիցե արդյունք բնականաբար այդ բանակցությունները չեն տալու եւ այն ինչ որ փաստացիորեն մենք տեսանք շաբաթը իհարկե շատ հակասական է սիրելի բարեկամներ եւ անցումնային է շաբաթը վճռական է այն տեսանկյունից որ արդեն իսկ այս շաբաթ վերջնագիր է ներկայացվելու եւ ցավալիորեն մենք կտեսնենք նոր զինված հակամարտության ալիք նո բնականաբար արդեն անգամ այդ բանակցությունների ընթացքում Իսրայելը դավադրաբար շարունակում էր ցեղասպանական գործողությունները Լիբանանում մեկ օրվա ընթացքում 200 խաղաղ բնակչից ավել զոհ գնաց այդ ցեղասպանական գործողություններին եւ դա ցավալիորեն շարունակվելու է նաեւ սկալիկ շաբաթվա ընթացքում այնպես որ պետք է այսպես նախապատրաստվենք բարձ զարգացումների կարծիքով, որովհետև խոյ կենդանակերպը որևիցե խաղաղություն, որևիցե դրական հանգուցալուծում չի կարող տալ, որովհետև ինքնին ռազմի նշան է խոյը ինքնին եւ նամանավանդ երբ որ Մարսն է գտնվում խոյ կենդանակերպում նաեւ դա Մարսը գիտեք որ փոքր չարիքն է ավանդական աստղաբանության մեջ, ինչ էլ ասեն ձեզ այդ կիսագրագետ եւ անգրագետ աստրոհոգեբանները եւ Սատուրնը մեծագույն չարիքն է դա ավանդական աստղաբանության մեջ հայտնի փաստ է եւ դարերով եւ տասնյակ հազարավոր տարիներով դա այդպես է եղել եւ հիմա երբ որ ուղղակի ինձ ասում են Սատուրնը այնքան էլ չար չէ տեսեք հնդկական կինոներ նայեք սիրելիներս ես աստղաբանությունը հնդկական կինոներով չեմ ուսումնասիրել այլ հնագույն գրքերով ավանդական ձեռագրերով եւ այլն այսինքն դա պարզապես անհեթեթություն է եւ երկու չարիքները միանում են խոյ կենդանակերպում դա բնականաբար առնահեղության եւ մեծ առնահեղության մասին է խոսում որը ցավալիորեն շատ հավանական է ապրիլ ամսվա ընթացքում Եվ այսպես ինչ է մեզ սպասվում ապրիլի 13-ից 19 Բավականին լարված է սկսվում շաբաթը, որովհետև ապրիլի 13-ին հենց 11:42 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մոլորակի հետ, որը առայժմ գտնվում է ցուլ կենդանակերպում 29 աստիճան ցուլ կենդանակերպում այդ հեղափոխական անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանն է եւ 29 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է լուսինը։ Նու սա անսպասելի զարգացումների մասին է խոսում հնարավոր են վթարներ այնպես որ պետք է շատ զգուշ լինել երկու շաբթի ցերեկը կապի խափանումներ, ճանապարհների խնդիրներ են հնարավոր եւ այլ տեսակի լարվածություն, ինչ անձնային հարաբերություններում լարվածություն, ինչ որ անսպասելի իրադարձություններ, այնպես որ ես խորհուրդ չեմ տալիս ապրիլի 13-ից ցերեկ ինչ որ կարեւոր հանդիպումներ նշանակել, պայմանագրերի ստորագրում պլանավորել եւ այլն, որովհետեւ ձեր ծրագրերը կարող են անկանխատեսելիորեն խափանվել եւ բայց արդեն 12:55 րոպեից հետո Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի ձկներ կենդանակերպ եւ այնուհետև իհարկե ապրիլի 14-ը բավականին ներդաշնակ օր է մեզ մոտ երեկոյան 19:22 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Յուպիտեր մոլորակի հետ, որը շարունակում է գտնվել իր փառավորման մեջ եւ դա շատ լավ առիթ է Յուպիտերի թալիսմաններ ձեռք բերելու համար, այնպես որ շտապեք սիրելի բարեկամներ, արդեն Յուպիտերը ուղիղ է ընթանում եւ աստիճանաբար դուրս է գալիս իր փառավորման, այսինքն բարձրագույն զորության աստիճաններից։ 16 աստիճան Խեցգետնում գտնվում է Յուպիտերը մեծ երջանկության մորակ եւ 16 աստիճան ձկներում լուսինը։ Սա բարենպաստ նշան է եւ ամսի 14-ին, ապրիլի 14-ին երեկոյան շատ բարենպաստ է ինչ որ ընկերական հանդիպումների, նաեւ գործնական
հանդիպումների համար, հարաբերությունների կարգավորման համար, բոլոր դրական զարգացումների ակնկալիքով կատարվելիք գործողությունների համար։ Երևանի ժամանակով 22:10 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Վեներայի հետ 18 աստիճան ձկներում գտնվում է լուսին, 18 աստիճան ցուրտ կենդանակերպում գտնվում է Վեներան։ Բայց ամսի 15-ից հետո, ապրիլի 15-ից հետո իհարկե իրավիճակը կտրուկ փոխվելու է, ինչու, որովհետև Երևանի ժամանակով 8:21 րոպեին արդեն նաև կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին է մոտ գործելու խոյ կենդանակերպ, 8:21 րոպեին ապրիլի 15-ին դա տեղի կունենա եւ Յուպիտերը Մերկուրին խոյ կենդանակերպում կհյուրընկալվի մինչեւ մայիսի 3-ը։ Սա նշանակում է, որ ընդհանրապես Մերկուրին բավականին խոյ կենդանակերպում, ընդհանրապես ինքը արագ է լինում, եթե իհարկե հետընթաց չէ, բայց արդեն հետընթաց էր փետրվար-մարտ ամիսներին, եւ այժմ հիմա նա բավականին արագընթաց է, որը որ կարագացնի բոլոր այն գործընթացները, որոնք դուք չեք հասցրել նախորդ ժամանակահատվածում, երբ Մերկուրին հետընթաց էր, եւ նաեւ քանի որ առաջին կենդանակերպն է խոյը, դա այդտեղ սիմվոլիկ կերպով Մերկուրի մոլորակը ուրախանում է, այսինքն նա թափ է առնում եւ զորություն է ավելացնում, պես որ բոլոր գործընթացները, եթե ինչ-որ հանդիպումներ, պայմանավորվածություններ չեղարկվել են, ապա հիմա այսպես արագ տեմպերով այդ ամենը կվերականգնվի։ 17:07 րոպեին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով լուսինը վեցանկյուն կառաջացնի անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ, որը 29 աստիճան ցուրտ կենդանակերպում է եւ 29 աստիճան ձկներում գտնվում է լուսինը, եւ այդ փոփոխությունները շատ ակնհայտ կլինեն հատկապես ապրիլի 15-ի 18:03 րոպեից Երևանի ժամանակով, որտեղ այդ ժամանակ լուսինը մոտ կգործի խոյ, եւ այստեղ 10-15 րոպեին լուսինը կմիանա Մերկուրի մորակի հետ, որը 0 աստիճան խոյ կենդանակերպում է։ Այսպիսով այդ ապրիլի 15-ը շատ անցումնային օր է լինելու եւ շատ նախապատրաստական օր է լինելու վճռական զարգացումներից առաջ։ 16-ը նույնպես բավականին մեզ մոտ լարված օր է, շատ լարված օր է ապրիլի 16-ը, նամանավանդ որ դա 29-րդ լուսնային օրն է, որը նախորդում է իհարկե նորալուսնին, իսկ այսպես կոչված սև լուսնի օրերն են դրանք, որը որ շատ ցածր է էներգետիկան եւ բոլոր մութ ու չար ուժերը բավականին ակտիվ են լինում այդ օրերին։ Երևանի ժամանակով 2:08 րոպեին գիշերը ապրիլի 16-ին լուսինն կմիանա Մարսի հետ ակտիվության, նախաձեռնության ռազմի մոլորակ Մարսը 4 աստիճան խոյում է եւ լուսինը կմիանա նրան։ Դա նույնպես բավականին ագրեսիվ հրետորաբանություն, անգամ քայլեր ագրեսիվ։ 3:15 րոպեին գիշերը լուսինը վեցանկյուն կառաջացնի Պլուտոնի հետ, որը 5 աստիճան ջրհոսում է ավերիչ մոլորակ Պլուտոնը, եւ լուսինը դա արդեն նույնպես սպառնալիքների մասին է խոսում, իսկ 6:37 րոպեին վաղ առավոտյան ապրիլի 16-ին լուսինը կմիանա նաև Սատուրն մորակի հետ 7 աստիճան խոյ կենդանակերպ, այսինքն լուսինը մտնելով խոյ կենդանակերպ ակտիվացնելու է այն բոլոր ծրագրերը, այն բոլոր գործընթացները, որոնք կամ ստվերային էին, մինչդեռ մորակները գտնվում էին ձկներ կենդանակերպում եւ Մերկուրին հետընթաց էր, նամանավանդ Մերկուրին հետընթաց էր հենց ձկներում, եւ գնալով այդ ամենը այսպես ձնագնդի էֆեկտով ավելի եւ ավելի աճելու է եւ ակտիվանալու է, եւ 22:53 րոպեին լուսինը նաեւ լարված քառակուսի կառաջացնի մեծաչափության մորակ Յուպիտերի հետ, որը 17 աստիճան խեցգետնում է գտնվում։ Շատ լարված օր է, նաեւ աննպաստ բոլոր ինչ որ նոր գործունեություն, պայմանավորվածություններ, ինչ որ նոր գործ սկսելու համար հանկարծ չընտրեք ապրիլի 16-ը եւ ապրիլի 17-ին մենք կտեսնենք ապրիլյան դժնդակ այդ նորալուսինը, որը տեղի կունենա 27 աստիճան խոյ կենդանակերպում Երևանի ժամանակով 15:51 րոպեին։ Իհարկե լիալուսնի օրը կարող եք, սիրելի բարեկամներ, կատարել բոլոր այն արարողակարգերը եւ հմայախոսությունները, որոնք վերաբերվում են հենց նորալուսնի օրվան։
Դրա մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այցելելով իմ աստրոմագ եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, երկրորդ մոգական էքսկլյուզիվ անկրկնելի YouTube-յան ալիքը, եթե բաժանորդագրված չեք աստրոմագ եւ թալիսմաններ, անպայման բաժանորդագրվեք այդ ալիքին եւ այնտեղ ամեն շաբաթ մի քանի նոր վիդեոներ են լույս տեսնում, նույնպես վերջին վիդեոն վերաբերվում էր ընտանեկան ներդաշնակության դավաճանությունների դեմ անպայման դիտեք, շատ հետաքրքիր հմայախոսություն է, իհարկե վերաբերվում է մարող լուսնին, բայց նաև կան շատ կարևոր նորալուսնային արարողակարգեր, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այդ ապրիլյան բոլոր բարդությունները։ Եվ 19-ից 57 րոպեին արդեն ապրիլի 17-ին լուսինը մոտ կգործի ցուլ կենդանակերպ։ Այստեղ ամսի 18-ը նույնպես բավականին լարված օր ապրիլի 18-ը, որովհետև 4:45 րոպեին վաղ առավոտյան լուսինը լարված քառակուսի կառաջացնի ավերիչ Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է 5 աստիճան ջրհոսում եւ 5 աստիճան ցուլ կենդանակերպում լուսին, գիտեք, որ լուսինը խորհրդանշում է ժողովրդին մունդան աստղաբանության մեջ եւ երբ կառակուսի է կազմում Պլուտոն մոլորակի հետ, դա առաջացնում է հարցակում ժողովրդի դեմ, ցեղասպանական գործողություններ ժողովրդի դեմ, վախ մարդկանց մոտ, այսինքն այնպիսի հայտարարություններ կարվեն եւ անգամ շատ հավանական են գործողություններ, ինչու, որովհետեւ խոյ կենդանակերպը սիրում է սկզբից գործել, հետո մտածել, այսինքն այդ իսկ պատճառով դիվանագիտությունը ընդհանրապես խոյի համար այսպես ընդունելի գործելաոճ չէ։ Եվ մենք հնարավոր է անգամ գալիք շաբաթվա ընթացքում տեսնենք շատ լարված զարգացումներ։ Բարեխառն է եւ բարենպաստ օր է մեզ մոտ, իհարկե նաեւ շատ բարենպաստ օր է ապրիլի 19-ը։ Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը 0:05 րոպեին Երևան ժամանակով լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նախ Յուպիտերը 17 աստիճան խեցգետնում Յուպիտերն է մեծերչանկության օրակը եւ լուսինը նույնպես 17 աստիճան գտնվում է ցուլ կենդանակերպում 10:43 րոպե նաև լուսինը կմիանա Վեներայի հետ 24 աստիճան ցուլ կենդանակերպում, իսկ 19:44 րոպեն լուսինը կմիանա Ուրան մոլորակի հետ 29 աստիճան ցուլ կենդանակերպում, 20:17 րոպեն Երևանի ժամանակով ապրիլի 19-ին լուսինը մոտ կգործի արդեն երկուրյակներ։ Ապրիլի 19-ը բացառիկ բարենպաստ օր է, շատ մանրամասն ապրիլի 19-ի մասին ես խոսում եմ նաև իմ ապրիլ ամսվա կանխատեսումներում, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ վիդեոն, այնտեղ է շատ մանրամասն ներկայացնում, թե ինչպիսի քայլեր, ինչպիսի գործողություններ է պետք կատարել ապրիլի հենց 19-ին, որպեսզի դուք կարողանաք այսպես ստեղծեք այն ապագան ձեր համար, որը ցանկանում եք, եւ նաեւ բարենպաստ օրը ամուսնությունների համար, ընդհանրապես բիզնես սկսելու համար, նոր մեկնարկ տալու համար ապրիլի 19-ին շատ բարենպաստ օր է։ Այնպես որ անպայման օգտվեք հնագույն ավանդական աստղաբանության խորհուրդներից եւ չեք սխալվի։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին ապրիլի 13-ից 19 ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյ, շաբաթը բարեխառն է լինելու ձեզ համար։ Ապրիլի 13-ից 15-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, ապրիլի 15-ից 17-ը զբաղվեք ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, իսկ ապրիլի 17-ից 19-ը ձեզ իհարկե ֆինանսական հաջողություն է սպասվում գումարեք ստանալու, բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաեւ ցուրտ կենդանակերպի համար, ապրիլի 13-ից 15-ը կիրականանա ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, սիրելի ցլակներ, նաև բարենպաստ են այս օրերը օնլայն բիզնեսի համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Ապրիլի 15-ից 17-ը զգուշացեք սիրելի ցուլեր գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ ապրիլի 17-ից 19-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։
Բարեխառը գալիք շաբաթը նաև երկվորյակների համար ապրիլի 13-ից 15-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի աշխատանքի հասարակական կարգավիճակի հետ կապված։ Ապրիլի 15-ից 17-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ նաև բարենպաստ օնլայն բիզնեսի համար կիրագործվի ձեր երկար փափագած այսպես երազանքներից մեկը։ Իսկ 17-ից 19 ապրիլի զգուշացեք սիրելի երկուրակներ գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Սիրելի խեցգետնակներ, ձեզ համար բացառիկ բարենպաստ է գալիք շաբաթը։ Ապրիլի 13-ից 15-ը սպասեք լավ լուրեր արտասահմանից կամ նվեր։ Ապրիլի 15-ից 17-ը լուծվելու ինչ-որ կարևոր գործնական հարց, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, ինչ-որ հասարակական կարգավիճակի հետ կապված, դաժե հնարավոր է ձեզ առաջարկություն անեն սիրելի խեցգետնակներ, եւ ապրիլի 17-ից 19-ը ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կիրագործվի, կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները եւ լավ է օնլայն բիզնեսի համար այդ օրերը։ Սիրելի առյուծներ, ձեզ համար բարեխառն է անցնելու գալիք շաբաթը ապրիլի 13-ից 15-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք նաև ճանապարհներին, հնարավոր է ինչ-որ էքստրեմալ իրավիճակներ, առողջական խնդիրներ եւ ձեզ մեծ գումար կարող է պետք է, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Ապրիլի 15-ից 17-ը արտասահմանի հետ կապված դրական զարգացումներ են սպասվում կամ ճամփորդություն կամ լավ լուրեր կամ նվերներ։ Ապրիլի 17-ից 19-ը գործնական մեծ հաջողություն է ձեզ սպասվում, սիրելի առյուծակներ, գործնական կարող լինի պետական դրան հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված։ Սիրելի կույսակներ, բար շաբաթ է ձեզ սպասվում, ապրիլի 13-ից 15-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումից, որովհետեւ եթե փչացնեք հարաբերությունները դժվար կլինի դա վերականգնել։ Եվ ապրիլի 15-ից 17-ը պետական դրան հետ կապված, կներեք, ապրիլի 15-ից 17-ը ճանապարհներին պետք է շատ զգուշ լինել, էքստրեմալ զանազան իրավիճակներ են հնարավոր, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Ապրիլի 17-ից 19-ը լավ լուրեր արտասահմանից կամ նվեր։ Գշերքներ, ձեզ համար եւս բարդ եւ բարեխառն է գալիք շաբաթ։ Ապրիլի 13-ից 15-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, տան հետ կապված, կենցաղի հետ կապված հարցերով, առողջական հարցերով։ Ապրիլի 15-ից 17-ը զգուշացեք սիրելի կշերքներ ձեզ ու ընկերների կամ գործընկերների հետ բախումներից, իսկ ապրիլի 17-ից 19-ը արդեն էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր ճանապարհին, առողջության հետ կապված շատ զգուշ եղեք եւ մեծ գումարներ վարկով կամ պարտքով մի վերցրեք։ Սիրելի կարիճակներ, բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաեւ ձեզ համար։ Ապրիլի 13-ից 15-ը բարենպաստ է երեխաների հաճույքների հանգստի եւ բիզնեսի համար։ Ապրիլի 15-ից 17-ը զբաղվելու եք ձեր աշխատանքային ընթացիկ հարցերով, առողջական հարցերով, իսկ ապրիլի 17-ից 19-ը զգուշացեք սիրելի կարիճներ, զուգընկերների եւ գործընկերների հետ բախումից հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Աղեղնավորների համար եւս բարեխառն է գալիք շաբաթ, ապրիլի 13-ից 15-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է տան առքովաճառք։ Ապրիլի 15-ից 17-ը հիմնականում երեխաների համար է բարենպաստ, հաճույքների եւ հանգստի համար, իսկ ապրիլի 17-ից 19-ը աշխատանքային հարցեր կարգավորեք եւ առողջական խնդիրներ։ Սիրելի աջեղջուրներ, բարենպաստ է ձեզ համար գալիք շաբաթ, ապրիլի 13-ից 15-ը կարճանապար եք գնալու, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում է հնարավոր։ Ապրիլի 15-ից 17-ը տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր է կարգավորելու, իսկ 17-ից 19-ը բարենպաստ է երեխաների համար, հանգստի համար եւ հաճույքների համար։ Սիրելի ջրհոսակներ, բարենպաստ է նաեւ ձեզ համար գալիք շաբաթ, ապրիլի 13-ից 15-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ 15-ից 17-ը կարճ ճանապարհ է ցույց տալիս, որի ընթացքում լավ լուրեր կամ հետաքրքիր ծանոթություն։ Եվ ապրիլի 17-ից 19-ը հիմնականում զբաղվելու եք ձեր ընտանիքի ծնողների տան հետ կապված հարցերով։ Սիրելի ձկնակներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթ, ապրիլի 13-ից 15-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական կամ անձնական բնույթի հարցեր եւ խնդիրներ,
Աջակցությունը ձեր կողմն է ապրիլի 15-ից 17-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, իսկ 17-ից 19-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում հնարավոր են լավ լուրեր եւ նոր ծանոթություն։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանետին YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաև հետևեք ինձ Facebook-ում, իմ երկրորդ YouTube-յան ալիքը անպայման ուսումնասիրեք, որովհետև այնտեղ լույս են տեսնում նոր արարողակարգեր, աստրոմագիա եւ թալիսմաններ։ Վիդեոյի վերջում կլինի հղումը նաև այդ ալիքին, եւ նաև հետևեք ինձ Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, հաջողություն։